Ողջույն ցեզի սիրելի ժողովուրդ հայոց։ Ահավասիկ Գորընթոսի նեղուցքին վրա են կանգնած, գամուրջին վրա։ Եվ ինչպես կտեսնեք այս սքանչելի գառույցը երկու ծովերը իրարու կգաբե, երկու կողմերը Գորընթոսի արևելքը եւ արևմուտքը։ Այսօր երկարությունը 6.4 կիլոմետր է, իսկ լայնքը 25 մետր, 21 մետր, 24 եւ պամը եւ խորունգությունը մոտավորապես 25 մետր։ Ասեմ, որ պատմությունը շատ հին ժամանակ են Քրիստոսի առաջ 6-րդ դարին այստեղ իշխողներ գործեին այսպիսի նեղուցք մփանալ, կանալ մփանալ, բայց չհաջողեցան։ Առաջին փորձը, որ կատարեց 67 թվականին Քրիստոսի հետ Ներոն Գայսներ Ռոմի, որ փորձեց սպանալ եւ հազիվ սկսավ, այդ տարին ինքը սպանվեցավ, հետեւաբար չգրցան սպանալ։ Ժամանակի ընթացքին դարբեր գայսրեր փորձեցին դարձյալ սպանալ, բայց չհաջողեցան։ Ատկևեջ ֆրանսացիներ, վենեդիկցիներ, երբ որ եկան գրավեցին Հունաստանը, դարձյալ չհաջողեցան, մինչև որ երբ որ 1830 թվականին ցերբազատեցավ հույները ազատեցան Օսմանյան դիրաբերության դագեն, մտածեցին դարձյալ բանալ, մինչև 1881 փորձեցին, բայց նյութական անցուկ վիճակի մեջ էին, ֆրանսական ուրեմն ընկերության թիմեցին, անոնքալ մեծ գումար բանջեցին, գումար չունեին։ Ատկևերջ հունական ընկերությունը ստացնեց եւ 1893 թվականին այս կանալը, այս նեղուցքը բացին սիրելիներ։ Անշուշտ բավական երկար ժամանակ տևեց եւ նեղություններ եղան, որովհետեւ ամեն նավ չի գնար անցնել եւ այսօրվա մեծ նավերը չեն գնար անցնել այստեղ են։ Համաշխարհային երկրորդ պատերազմին գերմանացիները շատ ծանրորեն վնասեցին այս նեղուցքը։ Ատկևերջը դարձյալ հույները կարողացան փանալ, որովհետև բادرը գփլեին, բادرուն վրա սիրելներ հadoop ձեփեր էին, որովհետեւ պահպանեն նավակներու ապահովությունը եւ այսպես բավական երկար նեղությունները յետ այս նեղուցքը բացվեցավ։ Անշուշտ շատ ջամփակ դրել գուտա այս նեղուցքը եւ այդ ժամանակ սիրելիներ ռոմեական գայցության ժամանակ ծրագիր այներ, որ մեծ գումար մը ապահովեին անցող կացողներեն, բայց ահավասիկ հիմա այս նեղուցքը գործածվի, բայց շատ քիչ ավելի տուրիստական այսպես գեղեցիկ վայր մի եղած է, որ մարդիկ ուկան կնկարվին եւ նաեւ տուրիստիկ նավակներ կմտցնեն։ Ողջույն։ Ասիրելներ ցեզի պատմեցի, ինչպես եղած է այս նեղուցքին բացումը, սքանչելի վայր է, անոնք որոնք ուկան Հունաստան, անպայման պետք է այցելեն Գորընթոսի այս նեղուցքը։ Ինչպես ասի 6.4 մետր երկայնք ունի նեղուցքը, մոտավորապես 24 մետր լայնք եւ 21 մետր խորություն, նույնքանալ խորություն։ Եվ տեսեք այդ կողմի արևելյան ծովը եւ այս կողմի ծովը իրարու կգաբե մեկոմեն մյուսը եղավ շատ բարի սիրելի ժողովուրդ, օրդյալ մնացեք, ցեզի Գորընթոսի հին քաղաքն անպայմանորեն ցույց կտամ։ Ավասի Գորընթոսի նեղուցքը